Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Ես Արթուրն եմ, քիչ անց այստեղ կժամանի Արամ Ավետիսյանը։ Եթե դիտում եք մեզ, դա նշանակում է այսօր հունիսի 14-ն է եւ ձեր էկրաններին ժամը 22:45 րոպե։ Մինչ Արամի ժամանելը հայտնեմ, որ մենք այսօր գտնվում ենք Առինջ համայնքում եւ այստեղ Գագիկ Ծառուկյանի առանձնատունն է, մենք դրոնով նկարանումներ ենք իրականացնում, մեր դրոնը երկնքում աշխատում է, հեռվում տեսնում ենք անվտանգության աշխատակիցները թփերի հետևում գնում գալիս են եւ քիչ անց այստեղ կլինի Արամ Ավետիսյանը եւ միասին կներկայացնենք այսօրվա բացառիկ հաղորդումը։ Իդեպ այս առանձնատունը, ինչպես խոստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ 2031 թվականը դառնալու է ծերանոց։ Ամպեր առաջինից սկսում եք նկարանումները, դրոնը բարձրացրեք վերև, տունը նկարեք ամբողջությամբ։ Դրոնեցի առաջին։ Առաջին ամպերին։ Աղորդեք ամպեր։ Առաջին ճիշտ ասած, այս մեաշտաբների առաջին անգամ եմ տեսնում, ձեր մոտ ազդանշանը գալիս է դրոն։ Այո, ամպեր, տեսնում եմ, ստանում եմ ազդանշանը։ Առաջին լուծում վենետիկ լինի այս տղյակը։ Ամպեր, խնդրում եմ հաճախականությունը մի զբաղացրեք։ Դե կարող է վենետիկի նման է սարքել, վենետիկյան դղյակի նման։ Այդպես է պատկերացրել։ Շարունակում ենք նկարանումները, խնդրում եմ նաև որ Արամը գա տակ եթեր դրոնը։ Դրոնեցի առաջին։ Շատ լավ, շնորհակալություն։
Սարգսյան եւ քաղաքագետ Արամ Ավետիսյանը ժամանեց, հիմա զրուցենք շատ հետաքրքիր վայրում ենք գտնվում, զրուցենք Արամի հետ։ Ողջույն Արամ, ողջունում եմ քեզ եւս, այսօր շատ հետաքրքիր վայր ենք եկել, սա Գագիկ Ծառուկյանի առանձնատունն է, բոլորին հայտնի, եւ մենք էքսկլյուզիվ հենց հիմա նկարանումներ ենք իրականացնում, դրոնով վերևից մեր հանրությանն ենք ներկայացնում այն տարածքը, որը ինչպես Նիկոլ Փաշինյանը ասեց, մինչև 2031 թվականը պետք է դառնա համայն հայության, մեր հայ մեծերի ծերերի ծերանոցը պետք է դառնա, պետք է ունեզրկի, ինչպես Նիկոլ Փաշինյանը Բոմբ սարքի, ունեզրկելու բոմբ սարքերը դրանք տարբեր բաներ են։ Ինչպես է կարողացել Գագիկ Ծառուկյանը այսպիսի մեծ կալվածքի տեր դառնալ։ Տեսեք Արտուր, նախ այս ամեն ինչին անդրադառնալ, ես ցանկանում անդրադառնանք վարչապետի վերջի ասուլիսում հնչեցած մտքին, երբ դատաիրավական մաֆիան ուղակի սրա նմանին արդարացրեց, որը որ պետք է այս քաղաքական եւ իրավական գնահատականի արժանանա մոտ ապագայում, ինչ վերաբերում է այս երևույթին, ուրեմն սա ինչ-որ հեքիաթներ է պատմում, սովետի վաղ ցենց եմ արել, սրա կարիերան սկսվել է ասեմ, Թուրք Ռոբերտ Քոչյանի եղբայրը Վալեր կոչվածը որ կա, եղել է սրա բիզնես այդպես գործընկերը, պարտնյորը, սա ուղղակի համարվել է Ռոբերտ Քոչյանի իշխանության տարիներին Քոչյանի վեցնոցը, այդպես դարձել է մեծահարուստ, բնականաբար Քոչյանի բիզնես պարտնյորը Քոչյանի բջի սեթակի փողեր են կերել, թալն է, գիտեք ինչա տեղի ունեցել եւ այնուհետև հիմնել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Քոչյանի ցուցումով, դրա փաստաթղթերը եւս կա Wikileaks-ը հրապարակել է, բայց ինչն է շատ ինձ զայրացնում է ամեն ինչում, ոչ թե ինչ-որ 90-ականներին մի երկու հատ եզակցե հետևից, մի երկու օքու տենց քաչքշե բան արել մեր ժողովրդից, իրան դրել է Արինջի Ռեմբոյի տեղը, բայնորեն ասում է ինձ իստե թակավոր են ասում, արա լսի քեզ ինչ եմ ասում, այ երևույթ, այդ երևի երկու հատ պահակ ունես դրանք են քեզ թակավոր ասում, երկու կոպեկ փող ես տվել, բարերը միացտե կազինո ունի, մի հատ էլ Երևանի կենտրոնում կազինո է սարքում, բայց այդ ամեն ինչը դնենք մի կողմ, ուրեմն մոտավորապես 1 տարի առաջ Արտուր ինչն է շատ կարևոր, որ սրա որդին հետախուզման մեջ գտնվող իշը երևույթ կա Նվեր Ծառուկյան, Նորագյուղում շուտ սեղան է գցում մի 20 հոգանոց, այն որ իր հաշվին ձրի եկել են հաց ուտեն, ու իջից է հետաքրքրվում, շուտ գնահատական է տվել այս երևույթին, շուտ հոր հետ կապված զանգում են Շինգավիթ համայնքի, այդպես իրանց պատկերացմամբ լավերին, այսպես նշեմ, իրանց պատկերացմամբ, իջից են հետաքրքրվում, բայց նայեք ինչ եմ անում, ես երբ ինձ եկան հայտեցին, լսի արա Նվերիկ, ում այդ հաց ես ուտում, ում այդ ինչ ես անում, 5 րոպե հետո մեզ զեկուցում են։ Դու այնքան չկաս, որ տանը դեմը կաած ենք, արա։ Հերետ էլ ասում էր ամսի 8-ին տղես գալու է։ Բա ուր ես չկաս։ Քեզ փախ է երգից արա, այդ բանով Ռոսոյից կարաս իջնես, կազինոյի դեմը կրակես, բալարի մոտ պատասխան տու։ Իջից հետաքրքրվում է։ Ես եմ եկել քեզից հետաքրքրվում, արա քո տանդեմը։ Դա մեկ, երկրորդը, սրան սա 20-30 տարի պիտի անցկացնի քրեակատորական հիմնարկում ու ինձ նաև հաղորդագրություն եմ ստացել ես ինչ-որ դեպք է եղել Ջիվանի հետ կապված այդ երիտասարդ զոհվե տարիներ առաջ, որը եւս կապում են այս սրա հետ, դա եւս մենք կբացահայտենք, ինձ դիմել են մեր քաղաքացիները, նաև շշերի մելո մի հատ գտեք ձեզ այս կյանքում, չհասկացանք, ձեր բարեկամները ինձ են արդեն զանգում, խնդիր կա հելեք բարձրաձայնեք, ոչ թե, մենք սենց գրեն չզանգեն, մենք ճշմարտությունը, արդարությունը վերականգնելու ենք, ինչ վերաբերում է սրանց Արտուր, դուք նկարանեցիք տեսակ, տեսա ոնց է զավթ է այս սարը, այո, իդեպ Արամ, ներողություն, ինձ նոր ասում են, որ վերևից որ ֆիքսել են, այնտեղ հաջորդ տունը նրա որդու տունն է եւ դրոնով նկարանողները ասում են, որ կարծես թե Վենետիկում լինի այս ամեն ինչը, այսքան մեծ է տարածքը եւ Գագիկ Ծառուկյանը օրերս քարոզարշավի ժամանակ ասում էր փոքր տուն է տես մի քանի սենյականոց։ Արտուր դե հիմա այդ մարդուն ես ինչ ասեմ։ Ասում էր ամսի 8-ին տղեն գալու է։ Այո։ Հələ հաթաթա էր տալի, դուք գեյներից խոսացեք։ Այն օրն է ինչ որ տապանա սարքում ինչ է անում, բա ինձ որ բռնեն երկու հատ հզոր տղա ունի։ Մեկը Ռոզիսկ է, մեկն են Իմբիցիլ են Դաունը։ Այդ փոքր տղուտ ուրեմն լսի Հովանես Ծառուկյան։ Վատ բաներ եմ լսեք քո մասին, ինձ արդեն դիմել են քաղաքացիները։
Երևանի կենտրոնում չեմ ասում ինչ կանեմ, խելքդ գլուխդ հավաքի իմբիցիլ։ Երկու հատ տավար ես գցե հետևից է։ Այդ տավաները քեզ չեն փրկի որ փռշտամ։ Այ քեզի բան, արդեն իսկ դիմել ենք քաղաքացիները, թե սրանք ինչեր են անում, ոնց են իրենց ինչ լկտի պահվածք են դրսևորում։ Երևանի տղեկին կվեկանենք կգանք ստե։ Ու դուք չկաք, նոր տեսակ չէ, 6 հատ ջիպ անցավ։ Էլ ով ասես անցավ, բարը եկել ենք ձեզ տենանք։ Հա մենք ժողովուրդն ենք։ Հələ ժողովրդի հետ չենք եկել, վաղը գալու ենք մենք, ժողովրդի հետ ենք գալու։ Եվ նորից եմ նշում, դուք նկարանեցիք տեսակ, թե սա ինչեր ունի ստե։ Սա միայն էս մի գույքն է։ Բուլղարիայում ինչ-որ ջերի գործան ունի մեր այդ բյուջեի մեր գումարներով է, Արարատի ցեմենտը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը քանի որ քյալ է եղել միշտ ինքը, քյալ չի, այսինքն նա չի սպասել, որ երբևիցե կենթարկվի պատասխանատվության, ոնց են սեփականաշնորհի Արարատի ցեմենտը։ Օֆշորում ֆիրմա են բացել, անուն դերն են Ռոբերտո։ Դուք պատկերացնեք սրանք ով են։ Սիրուժային նայեք ձեզ խղճացեք, արա։ Ես ձեզ վերջը տալու եմ քաղաքական տեսանկյունից։ Դուք հայտնվելու եք Սոյտաշինի Զիբիլանոցում, որովհետև դուք հայազգի թշնամի եք։ Այսօր հելը ասում է բան կանեմ։ Փողոցը կողողենք, կհելնենք այդ 8 հոգով ես դուրս գալու։ Դուք 8 հոգի եք, արա։ Ֆտանեմ գցեմ որց դու արուց իրավունք քոնը քուրակն ու էշն է, արա։ Դուսկի քուրակու էշ իրավունք ունես պահես։ Այ հավ պահող։ Բան արուց այն Այն երևույթը դեր Աֆրիկայի մեռած արուց խփում նկարում նստում վրան, ես էլ ստե տան մեջ բանա, կուրաժի տանում, արուց եմ պահում։ Դու դատվելու ես, ու քո տաղու հետ միասին, բայց ինչ վերաբերում է քո տաղու արկածների հետ կապված, ես կշարունակեմ տաղավարում եւ ավելի մանրամասն կներկայացնեմ, ինչ որ գող է ուզում դառնա։ Հեսա ես իրան ցույց կտամ։ Արդեն տաղավարում մանրամասներ կներկայացնեմ ու կասեմ որը որից հետո է։ Ու այդ տապանը դել որ սարքում ես, Անտե մի հատ կենթանի կա, որ կարա այդ տապանում տեղավորվի։ Դա մուկն է։ Բայց նայի որ այդ տապանը չկրծի այդ մուկը, խորտակվես, որտեղ դուք խորտակվելու եք, դուք խորտակված եք, դուք հայազգի անունը ծծել եք ու պատասխան եք տալու։ Բարերարա, չգիտեմ ինչ է։ Սա բարերար քեզ ցույց կտամ։ Մի հատ էլ բան է, մարդ կհանեմ, դու կարաս հանես փողոց, արա։ Կամ տաղ այդ նվերիկ ոնոզից հետաքրքրվում ես, տենց մեծ խոսում կուրաժի տեսնում։ Բարը 10 տարի առաջ այն Սերժի 6-նոցները, այն ճտերը, այն որ մեզ շոշը տենում են, որ բարև տամ, սկի չենք էլ բարևում։ Փուջիկ հելան էլ դոդ մոդ, ինչ ասես, ասին հորը, տարա։ Բա հելների մեծ ծպտուն հանեիր։ Բա Սերժն ու Վովան, որ վրա էին տվել, բա մեծ ծպտուն հանեի, կարա։ Դուքները չէր երիքում։ Հա մի տես փախել ես, դուխավորվել ես։ Գիտենք Բելարուսյան Մինսկում ում տունն ես մնացել։ Երեկին եկե սաղ պատմել։ Բայց ես այս հարցում հատացած եղի Գագիկ Նիկոլայի Ծառուկյան։ Ես Նիկոլ Փաշյանին կօգնեմ։ Ու ես գիտեմ ոնց քո որդուն մենք կբերենք, կհանձնենք ԻԱՊԱ մարմիններին։ Ու ինքը կփդի ինձ։ Որ իմանա այդ զենք պահելը կրակել է, ինչա իրանից ներկայացնում։ Եղավ արա։ Արամ եւ օրերս մենք տեսանք, որ Գագիկ Ծառուկյանը փորձել էր լքել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ Զվարթնոց օդանավակայանում ազգային անվտանգության ծառայողները նրան արգելել էին ելքը եւ հաղորդագրություն էին արագ տարածել, թեյփրև ասել էին 1 րոպե սպասեք, ասել էր ոչ մի րոպե չեմ սպասի, միանգամից կֆռամ կգնամ տուն, շատ կարևոր գործով էի ուզում։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը արդեն վտանգը զգացել է, ինչպես Նիկոլ Փաշինյանը հենց ընտրությունների երեկոյան արդեն երբ հայտարարեց, որ հաղթանակ է տարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ խոստացավ, որ հայ ժողովուրդը կտեսնի թե Գագիկ Ծառուկյանին, թե Ռոբերտ Քոչարյանին արդեն բերդում, Գագիկ Ծառուկյանը վտանգը զգալով փորձեց լքել Հայաստանը։ Ես նշեմ Արտուր, որ Գագիկ Ծառուկյանը երևի հիշողության կորուստ ունեցել կամ իրավիճակին չի տիրապետում, որ ասում է կգնամ տուն, մոտ ժամանակներս արդեն քո տունը չի լինելու, տղա ջան։ Կարաս գնաս հյուրանոց, մինչ այդ հյուրանոցն էլ կպետականացվի։ Այդ հյուրանոցում էլ որ մարդ ես բեր է պահում, ինքն էլ է պատասխան տալու այդ հայտնի պերսոնաժին։ Ու ես նորից եմ նշում, ես տաղավարում մանրամասն կներկայացնեմ այդ Բալա Հովիտի դեպքերը, կներկայացնեմ Դավաճան Թևան Անդոյի դեպքերը։ Դու պրծում չունես մեզնից, հայ ժողովուրդը քո հետևից գալու է, դու փրկություն չունես, դուք երկար նստելու եք։ Մենք ականատես եղանք, որ Գագիկ Ծառուկյանը շրջապատված է, իր կողքը շրջապատել է
այնպիսի դեմքերով ովքեր Ռուսաստանի ՖՍԲ-ի համար անգամ ծիծաղելով խոսել ես տաղավարում մանրամասն ծառայություններ են մատուցել կուրատորներից սկսած դրանց ամեն ինչով ովա ոնց է ինչա, բայց նորից եմ նշում, Հայաստանի Հանրապետությունում քրեա օլիգարխիկ ռեժիմի վերջը վաղճանը մոտեցել է։ Արամ, այսինքն քաղաքական առումով սատկացնելու ենք այդ ռեժիմին։ Քանի որ մեզ միլիոնավոր ամեն ամիս հեռուստադիտողներ են նայում, կարող ենք մենք վստահ ասել, որ այն process-ը, որի մասին որ մենք երկար ժամանակ խոսել ենք, արդեն մեկնարկը տրված է եւ սա ոչ միայն լոկ խոսքեր են, այլ իրոք կգա ժամանակը եւ մենք ականատեսը եղանք, ինչպես Գագիկ Ծառուկյանի փեսայից պետությունը վերցրեց այդ առանձնատունը, իրենց ասելով փոքր առանձնատունը եւ ինչն էր հետաքրքիր, որ երկրորդ քրգործը հարուցվեց, որ պատերի վրայից քարերն էին անգամ փոկել եւ տարել։ Այդ կինդերա ինչ որ կինդերա ներմուծը դրա հերը ինչ արել, շոկոլադի գործ են արել, դե առևտրական ասենք, էլ կինդեր բերողի, բայց ինչն է կարևոր, մենք ֆիքսել ենք, նկարահանել ենք, որ այս ամեն ինչից, որտեվ ամեն ինչի ընդունակ են, պատերն եք քանդեն, կրիշն եք տանեն, ոչ մի բան չեք կարա տանեք, ֆիքսված է ամեն ինչ, դուք դատվելու եք ու քո ворցների հետ միասին ես դու դատվելու, դու մի տաղա չկարացար դաստիարակեիր, բարերար, հել է ստենդը կրակում է, իրա ժողովրդի մեջ արա, բարերարը տենց է ալնում, հայի դեմ, բարը, որը տենց գողական տաղա է, 44 օրյայի ժամանակ ուր էին տղեկ հետ, դուք ուր էիք արա, հելնեիք մեծ ես ցույց տայիք, ցույց տայիք մի հատ։ Դե ցույց տվեցին արա, մի քանի հատ ինչ-որ նիվա էին հանել, այդ նիվայի կողքը լուսանկարվում ֆոտոները, վիդեոներ էին անում, ուրախ ինչ եղավ այդ նիվաները։ Այդքան պատերի տակ զանգեն ինձնից հետաքրքրվեն։ Ես եմ արդեն ձեզից հետաքրքրվում։ Ու դուք հեսա կտնակ թե դրա արդյունքը ինչ է ալնելու արա։ Ու սրանք ինչ-որ բանից են խոսում։ Մենք որ դուրս ենք գալի Երևանում քայլում ենք ժամանակին, նվերիկ, այն որ հորը դոդ էին ասում։ Հերթ ենք այնում, որ մեզ բարև տային։ Ասենք Սաշիկին ենք լար է Հայաստանից, դուք ով դարակ արա։ Չենք իմանում դուք ով եք եղել արա։ Քոչյանի համար եք 10-ով ճիկություն արել, Սերժի ժամանակ Սերժի համար եք 10-ով ճիկություն արել ու դուք համարվում եք տենց ձեզ ինչ-որ բանի տեղ եք դրել։ Բուզան դու ես պատասխան տալու, նվերիկի աներ։ Ու քո խնամին են Օրենբուրգի Աշոտիկն են, որ էլի փախած է մեզնից։ Սաղիդ վերջը եկել է։ Այս քրեա օլիգարխիկ ռեժիմի վերջը տալու ենք մենք։ Չեք ծլկելու, չեք պլստալու։ Ում հետ հանդիպում եք, ինչ անում եք, ամեն ինչը ֆիքսված մոդներս կա։ Ամեն ինչից տեղյակ ենք։ Դուք պրծում չունեք։ Հայ ժողովուրդը ձեր հետևից գալու է։ Եվ եկել է արդեն ժամանակը։ Արդեն դանակը ոսկորին է հասել։ Բանը, ասինք ձեն չանենք, բան չանենք, բան եղավ արդեն։ Փողոց ենք դուրս գալի, բար մենք փողոց դուրս գանք արա։ Պատկերացնու ինչ, դա առույթը քաքի տակը, որ մենք փողոց դուրս գանք։ Այսինքն սիրելի հայրենակիցներ գալիս են ինչ-որ ջիպերով անձնավորություններ, նայում են, հետո զանգում զեկուցում են, հետո խախտումներ անելով շարունակում են երթևեկությունը։ Սիրելի հայրենակիցներ, տեսնում ենք այս պահին այստեղ եկավ Ռոզա Ծառուկյանը, նա եկել է Երևի Արամին կարծես շուրթերից կարելի է զեկացնել, որ եկել է որպեսզի խնդրի, որ Արամը չնկարահանի այստեղ բանակցությունների է եկել Ռոզա Ծառուկյանը։
Դե ինչ արամ, առաջարկում եմ տեղափոխվենք տաղավար, այնտեղ արդեն շարունակենք նկարահանումները։ Առաջին ամպերին մենք մենակ ալամի մեքենան ենք ուղեկցում մի քանի կիլոմետր եւ վերադառնում ենք օֆիս։ Շատ լավ, շնորհակալություն տղաներ, շնորհակալ եմ աշխատանքի համար։ Դե ինձ սիրելի հայրենակիցներ, մենք վերադարձանք տաղավար, Արամ ուղակի առաջին անգամ է նման մասշտաբի ես տեսնում կադրերում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, վերջին անգամ տեսել եմ նրա դստեր հարսանիքի հետ մոնտաժված տեսանյութում, որ ժամանակին դրոնը այդքան բարձր չէր թռնում եւ նման հեռավորությունից չէր կարողանում ցույց տալ, ընդամենը այդ ֆասադային հատվածն էր նկարահանված եւ Արամ ու ինչն էր ուշագրավ այս նկարահանումից երբ վերադարձանք հիմա տաղավար նոր դիտում ենք տեսանյութերը ինչն էր հետաքրքիր որ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներ թե վարորդներ ով որ ուղեկցում էր Ռոզա Ծառուկյանին շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ որ թողել էր Ռոզա Ծառուկյանին եւ եկել էր մեր օպերատորին էր փորձում այտենց ժողովրդի լեզվով ասած PN88 Nokia-ով նկարահաներ եւ ինձ էր փորձում նկարահաներ քեզ էր նկարանում եւ ընդհանրապես չէր նայում թե Ռոզա Ծառուկյանի հետ Աստված մի արածցե այդ 90 տարեկան կնոջ հետ ինչ կարող 94 տարեկան կնոջ հետ այո ինչ կարող էր լինել եթե օրինակ դու չլիներ եւ տեղը քո փոխարեն օրինակ որևիցե մի հանցագործ լիներ եւ նրա հետ ուղակի չզրուցել այլ վնաս պատճառեր պատկերացնես ասեք ինչ կարգի աշխատողներ ունի այո անպատասխանատու Գագիկ Ծառուկյանը որ նման կերպ են եւ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել Արամ եւ հանրային հեռուստաընկերությանը վարչապետից պահանջելով հերքում եւ 9 միլիոն դրամի փոխհատուցում ըստ նրա Փաշինյանը իրեն թույլ է տվել Ծառուկյանին անվանել հանցագործ, շպիոն ու ժողովրդին թալանած գործական, ինչը մեծահարուստ ընդդիմադիրին մեղմ ասած դուր չի եկել եւ հանրային հեռուստաընկերությունն էլ կողմնակալ տեսանյութով հիշեցրել էր Ծառուկյանի քաղաքական անցյալը Քոչարյանի դրդմամբ կուսակցություն հիմնելուց մինչև Սարգսյանի հետ կոալիցիաները մենք բոլորս դա տեսել ենք, մենք բոլորս գիտենք եւ խնդրեմ քո մեկնաբանություն Արամ։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր եւ սիրելի հայրենակիցներ, մենք վերադարձանք տաղավար, նկարահանեցինք այդ ապագա մանկատունը կամ ծերանոցը, որը որ տենց դղյակները մի քանի հատ դղյական դեղ, մի հատ էլ տղու համար է դղյակ կառուցել, այն որ թռածի համար։ Բայց ինչերից է մեր ժողովուրդը իր աչքով տեսավ, թե ինչ մասշտաբի թալանի հետ մենք գործ ունենք, իսկ ով է Ծառուկյան Գագիկը, ես նախաբանում եւս նշեցի, ուրեմն սա սիրելի հայրենակիցներ, չեմ ուզում իրային քրեական գործին անդառնամ, որ գիտեք ինչերով է զբաղվել, Նիժնի Տագիլում էտապ է եղել Սռոկանստը, դա մանրամասն գիտեմ, ավելի մանրամասն գիտեմ, քան մեր հանրությունն է տեղյակ, բայց դա ապագայում կներկայացնեմ։ Հիմա ով է այս երևույթը, սա Ռոբերտ Քոչարյանը երբ դարձավ Հայաստանի Հանրության վարչապետ, զավթեց այդպես վարչապետի աթոռը, այնուհետև գիտեք հոկտեմբերի 28-ից հետո նաև նախագահի այդպես արդեն նախագահ էր, բայց ողջ իշխանությունը զավթեց, սա համարվում էր Ռոբերտ Քոչարյանի եղբոր այդ Վալերի Քոչարյանի, որին որ Քոչարյանը շպրտել է վերտալյոտից, ինքն մեր եթերում բացահայտել է արցախցի, դրա քավորսանիկ բիզնես պարտներ եւ այսպես սա մտավ Քոչարյանի հետ սկսեց Քոչարյանի որդու Քոչարյանի եղբորը, քանի որ զարթված էր իշխանությունը, արդեն դարձավ բդեշխ եւ բիզնես պարտներ։ Թե ինչ էր նա արել, այդ մեր հասարակությունը շատ լավ գիտի, մնացածի մասին թե արտասահմանում սա ինչ ունի մենք եւս կնկարահանենք եւ կներկայացնենք մեր ժողովրդին, մեր հանրությանը, բայց ինչն է այստեղ շատ կարեւոր, որ մինչ քաղաքական կոմպոնենտին անդառնալ, ես ցանկանում անդառնանք սրա որդիներին, որ ասուլիսում ես վերջերս ասում է 2 հատ հզոր որդի ունեմ։
Այն մի հզորին արդեն տեսել եք դուք երաբլուրում, որ երկու բառ չի կարում իրար կապի, երկու հատ էլ եզա գցե հետևից, քաղաքում էլ չեմ ուզում ասեմ, ինչերա իրան թույլ տալի գագո, մեր հարազատ մարկանց հետ կապված։ Ու կարող է ոտը որից պոկեմ Երևանի կենտրոնում։ Մյուս հաղորդման ապագայում կներկայացնեմ, թե տղետ իրան ոնց է պահե։ Ու մենք էլ այտենց իր հանդեպ կպայենք ու քո հանդեպ։ Ու այդ արույցները կքաքեն տակը տանդ մեջի արա։ Լավ չեք դուք։ Ձեզում տեղն եք դրե։ Ու ձեր երկու կոպեկ փող անգի, երկու հատ եզա գցում տղու հետևից, մտածում եք ուժեղ երրորդ մասի լովիկը գեզմանից գլուխը հանի, չասեմ ինչ կլինի։ Տեցի կրոգում տեսել ես։ Ուժեղ տղա։ Բերանց բացել են տալի։ Այդ իմբիցիլին ես ասեցի, կանչես տուն կդաստիարակես։ Թե չէ ես եմ դաստիարակելու։ Բաները իրան թույլ տվե։ Հիմա անդառնանք այն մյուսին, նվերիկ կոչվածին, որ մամուլում էլ գրում են ստենդել ոգևորվել գող է ուզում դառնա։ Քերոպին ենք հիմա անդառնում, ում լսի արա։ Այդ որ ես նախաբանում ասեցի, որ նորագյուղցիքի հետ նստե հաց ես կերես, զանգել ես Շինգավիթի ձեր իմացածներին, իզից եք հետաքրքրվե։ 5 րոպե հետո գալի մեզ զեկուցում են, արա, մեզից ով է հետաքրքրվում։ Արդեն ես եմ քեզնով հետաքրքրվում, սա մեկ։ Հեսա կանադառնամ այն Ջիվանի դեպքին, Շշերի Մելոյի բարեկամի, դրանից կանադառնամ, ինձ արդեն հաղորդակցությունը ուղարկել են, բայց հիմա նշեմ վերջերս ՔՊ-ի նախընտրական շտաբում հնչած, այդ շտաբ Բալահովիտում հնչած կրակոցներին, որի արդյունքում Բելարուսից եկած որոշ կիլերներ են ձերբակալվել։ Դու ինչ կապ ունես արա դրանց հետ, այդքան դրանք փարավոնում մնացել։ Արդեն բան եք, թռել եք երգից, դել կիլեր եք ուղարկում։ Ըստ օդում կախված լուրերի ասում են քո մատը տե խառն արա։ Դու ես հերախոսով խոսացի, ասես եք տենակ ինչ անելու։ Բայց քերոպ տղա ես արա։ Քերոպը կիլեր է ուղարկում։ Կամ բան ես ասելու արա, արի մարկանց հետ խոսա։ Արդեն այնքան եք հաբրգե, այտենց Մինսկում գիտենք ում տունն ես դու Բելարուսիայում մնացել։ Հիմա Երևանում ում տունը որ ապրել ես դու։ Ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչ գիտենք։ Բա որ դու տենց ուժեղ հզոր տղա ես հորդ ասելով։ Բարի մա քո աղբերը, քո հերը, քո նավարն էլ ստե է։ Բայց մարդիկ էլ նման ձև վարվեն, բայց նման ձև չեն վարվի, որտեղ մենք օրենքի երկիր ունենք։ Ոչ թե քոչան պորնիկի ժամանակ, որ այն չեմ ուզում ասեմ Բանգլադեշի, որ եզերին հերեդ որ ղրգում էր, ստե մարդմութ էին ծեծում։ Մարշրուտն ու շոֆեր ծեծող եք դուք։ Բայց քանի որ դու տենց Երևակայում ես, այդ Մոնակոյին Շահումյանցու հետ որ գնացել ես, դա էլ գիտենք, այդ Շահումյանցուն էլ մենք կայցել ենք, դա էլ է հայտնվելու Բերդում։ Քո շուրջ օղակը սեղմվում է նվերիկ։ Դու քո կյանքի ամենամեծ սխալը թույլ տվեցիր։ Դու տեղը չբերիր մեզ։ Մենք որ դուրս էին գալի Երևան քայլելու, եւ որ հորը դոդ էին ասում, Փուչիկ Կարենով ու Աշոտյանով, չգիտեմ այն ովքերով հանդերձ։ Որ մենք դուրս էին գալի քայլելու։ Դու կաթ էիր խմում, որ քնեիր, բայուշկի նայիր։ Պամպերսը դեր փոխում հերդ։ Անցյալները չմոռանա կարա, սաղիդ կհիշեցնենք, բայց դու դատվելու ես։ Ու քո հետ կապված ես եւս մեկ անգամ նշում եմ, չեմ ուզում փակագծեր բացեմ, բայց մենք գիտենք քեզ ոնց ենք վերադարձնելու Հայաստան։ Արդեն աշխատանքների այդ ուղղությամբ գնում է։ Մեծ անակնկալ է սպասում քեզ նվերիկ։ Եվ ես ներողություն եմ խնդրում, հիմա անդառնամ, քանի որ այս երևույթից խոսք գնաց, նաև անդառնամ այդ Ջիվանի հետ կապված դեպքին տարիներ առաջ։ Խնդրեմ, հենց հիմա ցույց կտամ, ինձ սկրինշոթը արդեն ուղարկել են, ես այդ դեպքին ծանոթ չէի, օրերս ծանոթացա, խնդրեմ։ Խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, Դիանան Մարտիրոսյան գրել է. Ամենավատը գիտեք որն է, որ սրա նման պորճացած լակոտները վտանգ են հանդիսանում անմեղ մարդկանց վրա։ Սրանից տարիներ առաջ Պարտեզի դեպքը բոլորը կհիշեն, թե ինչքան անմեղ մարդիկ սպանվեցին ու ինչ եղավ։ Դրանից հետո մեկը վերցրեց իր վրա գործը, փակեցին, անցավ գնաց։ Այ որ Պարտեզից հետո այս պորճացած լակոտին ձերբակալեին, ել մյուս անգամ վտանգ չէր հանդիսանա մեկ ուրիշի համար։ Հիմա էլ թե բա գործուղմանա գնացել։ Լավ է, արձան ու եկեղեցիներ էր սարքում, բայց տղեկ հետ կյանքեր են խլում։ Նկարի մեջի տղեն
Ջիվուլն է, երիտասարդ տղա, ով ուներ բազում նպատակներ։ Տղա, ով ուզում էր ապրել այս կյանքը իր բոլոր վառ գույներով եւ ի վերջո պարզապես ապրել էր ուզում։ Ինչ արեց այս լակոտը։ Կորցանեց Ջիվուլի բոլոր երազանքները։ Ցավոք այդ օրը մենակ Ջիվուլը չէր, ելի անմեղ մարդիկ կային, որ էլ չկան, չեն ապրում։ Բայց վստահ եմ, որ մի օր իրենց հոգին երկնքում հանգստանալու է, այս չարիքի վերջը տեսնելով։ Վստահ եմ, որ անմեղ տղերքի ծնողները գլուխները ինչ որ չափ հանգիստ բարձին են դնելու իմանալով, որ սա պատժվել է։ Իսկ դու նվերիկ, այս երկիրը չես կարա մտնես, չերազես։ Քեզ քո բազմահազարանոց ախրաները չի փրկի քեզ։ Սա մեր օկտատերն է գրել։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, այդ ախանա ես ասում եմ, որ փրշտամ կքաքեն տակները։ Այդ մի անհանգստացեք։ Մենք գնացինք տեսան ընդ։ Եկան այդ իրանց ջպեր մպերով, ոնց եկան այդպես գնացին գլուխները կախ։ Նաև մի երկու օքի թփետակ էին պահկված արամ։ Ուր ուզում է պահկված ելնեն։ Ինչ վերաբերում ես երևույթին, քերոփին, լսի քերոփ, որը տենց մեծ խոսում ես, տենց գազան տաղա ես, բարա, գայր հետերս ծառա էր, որ մենք ծառայում էինք, զենքը ձեռներս հայնիկ էինք պաշտպանում։ Թե գույնդ կփախներ, ընդ էլ պապա չկա, որ գա փողերով հաշ լուծի։ Սա դարելի կարա սաղդ բան, ձեզի երևակայում եք, գող բան, սենց։ Այ քեզի բան, ես ուզում եմ հասկանամ այդ որ մի գողնա սրան գող ճանաչելու, այդ ովա խելքը հացի հետ կերե, ովա սրա այդ շփվում կապի մեջ։ Դատվելու եք բոլորը։ Խնդրում եմ սրանից տուժող քաղաքացիին մեր հետ կապ հաստատեք։ Մենք ժողովրդի միջոցով, ժողովրդի ուժով, ժողովրդի հետ գնալու ենք ու սրանք կանգնելու են դատարանի առաջ։ Դուք այլընտրանք չունեք։ Ու սիրելի հայրենակիցներ, մի վախեցեք։ Սրանք ով է սրանցից վախենակ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներքին գործերի նախարարություն։ Եթե ես մի անգամ տեսա սրանցից մեկին, այդ իրանց եզերով, հաստատ գլուխներով Երևանի կենտրոնում մի քանի ավտոներով, իզի չնեղանակ։ Արդեն դանակը հասել է ոսկորին։ Հայաստանի Հանրապետությունում քրեաօլիգարխիկ կլան չի լինելու։ Քաղաքականապես ջնջխելու ենք, բնաջնջելու ենք, ենթարկելու ենք գենոցիդի։ Թե իրավական, թե քաղաքական տեսանկյունից։ Ու այս դատա իրավական համակարգն է փոխվելու։ Ոչ ծառայի փողին 2 կոպեկին։ Եվ ես նորից եւս մեկ անգամ ուզում եմ նշեմ. Ծառուկյան Գագիկ Նիկոլայիչ։ Դու սպասի անակնկալի մոտ ժամանակներս։ Ու դու կտեսնես դու ոռնալու ես այդ տանը նստած։ Երբ որ տղուտ բերենք հանձնենք ԻԱՊ մարմիններին, իսկ այդ process-ը սկսված է։ Հույս չունենաս, որ ընդ Լուկաշենկոն կամ Պուտինը կփրկեն։ Մենք էլ ընդ պակաս կապեր չունենք։ Եվ այս կոնտեքստում նաև զգուշացնում եմ այս նվերիկի անելոչը Բուզանդին։ Դու ես պատասխանատվության ենթարկվելու, այդ ում հետ հանդիպում ես ինչ կապերի մեջ ես, դա էլ գիտենք։ Տղա ջան, խնամիտ են Օրենբուրգի Աշոտիկը, որ զանգում ենք, ասում ենք, Աշոտ ասում է Արսենն է, Աշոտը չի։ Փախել է Մոսկվա Սիցի։ Ստեն որ հեղաշրջման մեջ էին ուզում խառնվեին։ Բոլորիդ ենթարկելու ենք պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում նվերիկ, ականջիդ օղարա։ Մի հատ գող կա։ Դա օրենքն է։ Եվ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Հուսով եմ հասկացար, բայց ապագայում կհասկացնենք քեզ։ Ու այդ քո հաշվին հացուտողներին, որ զանգում ես, բաման ես հետաքրքրվում։ Իրանք էլ են ենթարկվելու պատասխանատվության։ Չկասկածես։ Արամ եւ հիմա Գագիկ Ծառուկյանը պայքարում է, որպեսզի տեղ գտնի ազգային ժողովում։ Դա նրա կողմից ճիշտ քայլ է, թե նա ավելի լավ կմատաղ անի, որպեսզի ամեն կերպ չհայտնվի ազգային ժողովում, չգտնվի նա այնտեղ իր կուսակցության հետ միասին։ Եվ հիմա նա նաեւ փորձում է փրկել դեպի փողոցային պայքար է ուզում տանել, ինչպես նաև փողոցային պայքարի համար շատ է նեղսրտել Էդմոն Մարուկյանը, ով հայտարարեց, որ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հենց ընտրությունների գիշերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց քաղաքացիական պայմանագրի ջախջախիչ հաղթանակի մասին, պետք է միանգամից դուրս գային փողոց եւ սկսեին փողոցային պայքարը, ինչը չեղավ եւ հիմա Էդմոն Մարուկյանը նեղսրտաց է։ Շնորհակալ եմ հարցի համար, Արթուր, հիմա վերադառնանք քաղաքական կոմպոնենտին։ Բնականաբար
քաղաքական տեսանկյունից փողոցային պայքար հնարավոր է այն դեպքում, երբ որ ընտրություններում օրինակ կա կասկած, որ ընտրությունները կեղծվել են կամ անցել են անարդար մթնոլորտում։ Դա կլիներ այն դեպքում, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը հավաքեր 39%, օրինակ ընդդիմությունը կամ Ծառուկյան Գայիկը 38.5։ Էջանը հնարավոր կներ փողոցային պայքարի կամ, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը այնքան ձեն է հավաքել, որ իրանք միասին այդքան ձեն չեն հավաքել։ Ինչի դեմ պայքարեն։ Կամ Գայիկ Ծառուկյան դու ինչ ես հել է ոգևորվել խոսում։ Հենա Չարբախում էլ մի երկու հոգի կան, որ ժամանակին համար փող են բաժնել, ընտրակաշարք։ Դրանց էլ կանադառնանք, աշկի են ես երկու օրը։ Դու մոռացել ես, դու սրբի դեմքով հել ես հեղեղենք փողոցները, այդ 8 հոգով ես հեղեղելու փողոցները։ Տապանում այդ մարդ չի մնացել, մի հատ մուկ է մնացել տապանում այդ։ Այդ էլ էսա կրծելու է փախնի այդ տապանից։ Նա հեղեղենք, հելի հեղեղի։ Հենա հելավ հայտարարեք եղավ 10 հոգով։ Դու մատ հələ պատասխան դու, քո ցուցակից Թևան Անդոն այդ ոնց է լրտես դար այդ դավաճանը։ Այդ հանցագործը։ Հեսա այդ էլ կբացահայտեմ, թե ոնց է բռնվել էդի, ինչ քաքերակեր է։ Բացահայտում եմ։ Իրա կուրատորը համարվում է Ֆիլիպ Գուրովը Մոսկվայում։ Ու Սողոմոնյան Վիկտորն է հարցեր լուծել։ Ու Թևան Անդոն ինչքան փող տվել են 20%-ը Վիկտորին ատկատ է տվել։ Էդ էլ գիտենք։ Ռուսաստանի դաշնության նախագահի աշխատակազմից, այն որ փող են տալի։ Իսկ FSB-ի անվտանգության գծով կուրատորը համարվում է Ֆիլիպ Գուրովը, որի հետ ամեն անգամ ինքը հանդիպում էր Մոսկվայում։ Մենք դա շատ վաղուց ենք ֆիքս է Գագիկ Ծառուկյան։ Ուղղակի քեզ չէինք ասում, որ տրամադրություն չեն գներ, չհուզվեիր։ Բայց դու հուզվելու ես մոտ օրերս։ Որտեվ անակնկալ է քեզ սպասվում։ Այդ հզոր տղեկիդ հետ կապված։ Ու դու կտենաս Հայաստանի Հանրապետությունում ինչքան հզոր տղա կա։ Հզոր տղեկը սահմանին զոհվեցին, այ իրանք էին հզոր։ Ոչ թե պատերազմից 5 օր հետո բանը հարսնիք էիր անում։ Այն երեխեքին է բերե շահը, դհոլը տվե ձերները, չեք ամաչում դու կարա։ Թե բան ես, թունայի միս ես կերե գժվել ես, այնքան թանկա։ Այդ արուշները հետ կվեկալեմ նապաստակ ես դու տե պահելու Քոչյան Ռոբերտի հետ։ Ասում եմ, Սիրուշային նայեք, ձեզ խղճացեք։ Հիմա անդառնամ այդ քաղաքական վերջացնեմ այս հարցը, տեսեք, ինչ ուզում է թողանի։ Իրանք այլևս ոչ մեկ են Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում։ Մնում է սրանց սրբենք, թափենք դուրս։ Ու վերջ։ Ազգային ժողովը իրանց տեղը չի։ Իրանց տեղը բանն է, Բանգլադեշի Նեպտունի այն մարզասրահում տրինաժոր պարապելը։ Հասկացավ եմ Նեպտուն ասում Ծառուկյան Գագիկը։ Ինքը խելոք է։ Ամեն ինչ բացահայտելու եմ Ծառուկյան։ Այդ քրեական օլիգարխիկ համակարգը, թե ինչեր եք արել։ Ու տուժողները արդեն գալիս են։ Ունես չանեք, մենք ոտի կանենք։ Որ մենք հելնենք փողոց, այդտեղ կտենաս հեղեղելը որն է, որ մենք հելանք փողոց, որ Հայաստանի քաղաքացին հելավ փողոց, որ պետք է լիքը հելնենք, բայց որ հելանք կսրբենք, կտանենք, բայց մենք հույս ունենք, որ ԻԱՊ համակարգը Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրներին կտա հստակ գնահատական, չի հասնի բանը ժողովրդին, որտեղ որ հասավ ժողովրդին, լավ չի լինելու։ Այս անգամ չես կրա ջուր բերես, սս ջուր էի բերում։ Արամ նաև հաղորդման սկզբում դու ասացիր, որ Թևանյան Անդրանիկի հետ կապված շատ կարևոր տեղեկատվություն պետք է հայտնես, բացահայտում պետք է անես, կխնդրեմ նաև այս թեմային անդրադառնալ։ Այո, Թևան Անդրանիկը, որը որ ռուսական որոշակի շրջանակների ճուտն է համարվել, սրան բերեցին, գցեցին Ծառուկյան Գագիկի այդպես ցուցակ, որպեսզի խորհրդարան անցնի եւ խորհրդարանից եւս այս գումարման խորհրդանում եւս ինչպես ասում են դոստուպ ունենա գաղտնի տեղեկատվության եւ գնա դակլատ տա, որովհետեւ Քոչյան Անդրանիկը պարզ հայտնես չէ, որ ասում է ես ոնց նայում ենք, այս մարդը ֆռում է ասենց տարբեր տեղերով, մենակ թե անցնի խորհրդարան։ Ու ինչա տեղի ունեցել։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության Թևան Անդրանիկը, այդ որ սրբի դեմ, կույսի դեմքով եկել է բամբա, ես չգիտեմ, խաբար չեմ, ես այդ ժամանակ падգամավոր չէի։ Դու падգամավոր չէիր, Արեգնազն էր падգամավոր, այ միամիտ։ Հորթի դեմքով միամիտ եկել ես ում ես ուզում, էշի տեղ դնես արա։
քեշով փողը տվել են դավաճանել ես Հայաստանի Հանրապետությունը։ Այ ռուսի քութիկ, ճուտ։ Թուրքից է խոսում։ Հայաստանը թուրքացնում են։ Հայաստանը ո՞վ է թուրքացնում արա, այ դավաճան։ Քոպես ծախվածները։ Դուք եք Հայաստանի թշնամին։ Ու ասեմ սա ոնց է բռնվել մեր ունեցած ինֆորմացիայով։ Այդ թղթերը վերցրել է ինքան ռուսի ճուտա, այն աստիճանի ծառայ է, որ դե բնականաբար Հայաստանի Հանրության պետական համակարգում ազգային ժողովում հայերեն է փաստաթղթերը։ Էսի վեկարել է այդ թղթերը, տալի է որ թարգմանի ռուսերեն, որ տանի իր տերին ռուսերենով տա։ Այ այդ ձև։ Այսինքն նոտարական գրասենյակում է, թարգմանչական գրասենյակում տարել է, որ ռուսերեն թարգմանի, որ տանի իր պապաներին ասի դե որ էլ չթարգմանեն իրանք ռուսերեն, միանգամից ռուսերենով ծախի, հանձնի։ Եվ փաստորեն շատ խելացի աշխատողներ են եղել եւ հայտնել են իրավապահ համակարգը։ Ես մանրամասներին չեմ տիրապետում։ Դե կարելի է նման ես բանի գալ։ Ինչին որ տիրապետում եմ, ինչ ինֆորմացիա որ ունեմ, այդ ինֆորմացիան եմ հրապարակում իմ ունեցած տեղեկություններով։ Վաղը դատավարությունը կլինի, ես հուսով եմ, որ բաց դատական նիստերը կսկսեն, այդ նախաքննությունը երբ ավարտվի, մենք կգնանք դատական նիստին, ներկա կլինենք եւ կհետևենք։ Դե նաև պետք է հետևենք, որ հանգարց կրծքով կերակրող կամ հղիություն բան չէ, վայ հղի եմ, վայ երեխես 3 օրեկան է։ Հայաստանի Հանրապետության դեմ խաղ չկա, Թևան Անդոն Ծառուկյան Գագիկ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս չի վերադառնալու նախկին ճարտարապետական հասարակարգին։ Այլևս բդեժքներ չեն լինելու։ Ձեր երեխաները հավասար են օրենքի առաջ, ու դուք դա տեսնեք։ Եվ Արամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց ընտրությունների գիշերը ավարտելով իր խոսքը, մենք իդեպ այնտեղ սիրելի հետևորդներ, ովքեր տեղյակ չի, լուսաբանում էինք մինչ ուշ երեկո ուղիղ եթերով ընտրությունները լուսաբանեցինք եւ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչյանը պարտադիր նստելու են, հայտնվելու են ճաղերի ետևում եւ ասաց, որ ես դա խոստանում եմ եւ դա լոկ խոսքեր չի լինելու, այսինքն հենց դատական համակարգի շնորհիվ եւ իրավապահների շնորհիվ անպայման մենք օր առաջ տեսնելու ենք, հիմա իհարկե շատերը ուզում են րոպե առաջ դա տեսնեն, բայց իհարկե իրավական գնահատական պետք է տրվի եւ օրենքի սահմաններում պետք է արվի, ոչ թե ուղակի գնալ եւ ձերբակալել եւ հետո ժամեր անց հղիության բանով դուրս գան, դա չի կարող լինել։ Եվ Արամ Ռոբերտ Քոչյանը հարցազրույց տվեց իր լրատվամիջոցներին, իր հետ փոխկապակցված լրատվամիջոցներին եւ սկսեց նաև Ռուսաստանի նախագահին իր տարբեր ծառաներով տես նամակներ ուղերձնել հղել եւ ամեն ձև խնդրեց Վլադիմիր Պուտինին, որպեսզի Հայաստանում էլ մրգի ներմուծով արտահանումը արգելի, դեպի Ռուսաստանի Դաշնությունն էլ ծաղիկները, մի խոսքով տնտեսվարողների համար ամենավատ պայմանները ստեղծվեն, որպեսզի բողոքի ալիք բարձրանա, սակայն մեր հայ ժողովուրդը մենք տեսանք 700,000-ից ավել քաղաքացի գնաց եւ ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ոչ թե Ռոբերտ Քոչյանին, ով 150,000 ձայն հավաքեց, իհարկե դա նրա մաքսիմումն էր, քանի որ հենց դիտելով նույնիսկ նրա Facebook-յան հետևորդների թիվը այնտեղ 123,000 է, կարելի է ասել 27,000 էլ երևի երիտասարդներ ընտրեցին նրան, իհարկե մեր քահանայնակիցներն են, մեր քաղաքացիներն են, բայց հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչյանը կվերադառնա եւ Արցախը հետ կբերի, իհարկե պատերազմ կլինի եւ բոլորը ուրախ կապրեն Ռոբերտ Քոչյանի իշխանության տարիներին եւ հիմա Արամ ինչ ես կարծում, ինչ կետից պետք է իրավապահները սկսեն Ռոբերտ Քոչյանին կալանավորելու դեպի կալանքի տանելու հարցում եւ իդեպ Սեյրան Օհանյանը չէր ներկայացել մարտի 1-ի գործով դատարան եւ դատավորը արդեն հրաման է տվել, որպեսզի բերման ենթարկեն Սեյրան Օհանյանին։ Դե Սեյրան Օհանյանի դեպքը շատ ծանր է, երևի ռուզիկը փրշտացել էր, դե ինքը կին է աշխատում այդ տան մեջ կամ Ժակ Ֆուֆուն, դրան հետո կանդառնանք, այդ Վահագի Թաղմասի տունը գնանք նկարենք, այդ ժամանակ կնետենք Պավլության աղբանոց, հիմա անդառնանք այս Քոչյան Ռոբերտին, տեսեք Արթուր, Ռոբերտ Քոչյանը ինքը շատ անկեղծ է, որովհետև քանի որ ինքը տունը ունի երկու հարց Սիուշոյի գլխավորությամբ, օրինակ դե Սիուշոն մի 5 կիլո օրեկան ծիրանչուտի կամ անգուսի ստեյք կարող է Ռոբերտին հանի շպրտի տնից։ Այսինքն ինքը այդ անկեղծ է ասում, որովհետև իրան թվում է, թե հայ ժողովուրդն էլ է իր ընտանիքի պես, բգի մեռած, փողի մեռած։ Ուրեմն լսի արա Քոչյան, Արցախից թռած։ Հայ ժողովուրդը 30 տարի,
քո Արցախի, քո հայրենիքի համար իր զավակներին է տվել։ Այ ոչնչություն։ Պետք է լինի մի ամիս ծիրանել չի ուտի։ Պետք է լինի մի քիչ էլ վատ կապրի։ Բայց իր ինքնասիրությունը չի կորցնի, ոնց որ դու կորցրիր քո թայֆիդ հետ։ Այ ոչինչ։ Ինչ ուզում ես արա, ուզում ես Պուտինին զանգի, նամակ գրի, չգիտեմ, բան արա, հայ փոստով ուղարկի։ Դուք այլևս ոչ մեկ եք։ Եվ ես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը նստի Արտուր։ Ռոբերտ Քոչարյանը պիտի բոմժ դառնա։ Պիտի բոմժ դառնա։ Ու մենք իրան բոմժ սարքելու ենք։ Թող չկասկածի։ Այն ունել հարցն է ոռնում։ Վայ, խաչը հանեցին։ Օրենք ես խախտեի հանել են աղջիկ ջան։ Տանում է դեպի քաղաքական բանի ու տեսեք խաչը ինչ ես ներկայացնում։ Գնալ եմ ներկայացա մեր սիրելի ժողովրդին Բերբերյանի զարդեր այդ ոնց տարար։ Ռոբերտ Քոչարյան գնաց բաղի գենայի պուտանկա հարսով։ Քո հարսը մատ հարցը այդ ոնց է։ Ասա Լևոն ջան, տղուտ այդ իմբիցիլին։ Ասա Լևոն ջան, այդ ոնց է երեխեդ քեզ նման չի, ռուսի երեխա է, կյաժ մազերով։ Չի հետաքրքրում քեզ Ռոբերտ, թե դու հետ չի երի գումարա։ Դե ինքն էլ է դեմքը փագում։ Երեխու հետ նկարվում է դեմքը փագում, չէ։ Բանը դե խեղճ երեխուն ցարկել են քաղաքական գովազդի առարկա, վիդեոներ են գցում էնի բան, Ղարաբաղցից բան, ասենց Ղարաբաղի բարբարով խոսում է, մեղք եք դուք արա, դուք մեղք եք։ Այս ժողովուրդը թքած ունի ձեր վրա։ Ինչ ուզում, ինչքան ես սրտաճամլիկ են Բելան իրան գցելա մեյդան, մունք, բան, հայ մայրերը։ Բելա Քոչարյան, այդ որ ասես մունք, բան, հայ մայրերը։ Բայն քուտ որ փախավ Ղարաբաղից եկավ։ Այս վերջի դեպքերին։ Այդ երկու հատ կավարտ իրա էս նվեր տվե։ Բայց հայ մայրերին խիմա ինչև է չէր հիշե։ Մի հատ էլ են, բայց խեղճուկրակ արցախցիքին մի բան տու։ Քոչարյան Ռոբերտ, այդ սրտաճամլիկ այդ թորանը խոստներս, չգիտեմ, կանգած շպրտես մեյդան, հարսը թելնի իրան ճղի դոշերը բացի, եսի ինչեր անի, արծաթ ռեկլամ անի, չի անցնելու էդի։ Հայ ժողովուրդը արդեն գիտի դուք ով եք։ Դուք ծածել եք մեր արունը ու պատասխան եք տալու։ Ու դուք ո բջերի հետ միասին։ Հույս չունենա Սարա։ Մեն լող լովիկի դու ցեյթակիտ էլ ասա որ պատրաստվեն լողանան։ Դու հայ ժողովրդի իրancs հետևից գնալու է ու նետելու է պատմության աղբանոց։ Իսկ դու Պուտինի անուն տալով չես փրկվելու։ Եղավ արա։ Սպասի արդար դատաստանի։ Արամ եւ մենք վերջերս տեսնում ենք Սիրուշով սկսել է տեսանյութեր նկարել, շատ տենց հուզիչ ձայնով է խոսում, ինչ որ անմեղ հրեշտակի բանը կերպար է իր համար տենց սարքել եւ տեսանյութեր տեղադրել, որտեղ ասում է վերջերս ես շատ եմ խաչերի նկարում, բան ինչ որ գնացել էր տեսահոլովակ նկարելու եւ ասում է հոգեվոր հայրը եկավ շատ պատահական, ասում է ինձի բան արեց, ասում է օրտնություն տվեց բան։ Այդտեղ եկեղեցու Բաքում ինչքան տեխնիկա կար տարի դատարկելին, ասում է հոգեվոր հայրը եկավ, ասում է օրտնություն տվեց, ինձ պատահական շատ։ Դե ինչ ասեմ ես հոգեվոր հայրը։ Ինչ ասեմ, երևի Գարեգինի ճտերից է եղել։ Շատ պատահական, բա այդ Ամերիկայում էլ շատ պատահական ծննդաբերեցիր, որ թե որ թուղթ ստանան Ամերիկայի, որ ընդեի թալենը վայել են։ Այդ էլ չի փրկելու ձեզ։ Ուզում ես գնաք Կոնգոյում հաջորդ անգամ ծննդաբերի։ Դուք տեղ չունեք փախնելու։ Ձեր բախտը չի բերե։ Ուր գնում ես հայ կա։ Հենա Սաշիկի հետ կապված Ալիկանտե փախելա, մեզ զանգեցին, ասեցին, հեսա սերը թափ ենք փոխենք Իսպանիայում։ Ուր ուզում է փախնեք արա։ Ձեր երեխեքը պետք է ձեր անուն, ազգանուն, հայրենուն փոխեն, պլաստիկ վիրահատություն անեն, վաղը որ այդ խարանից բրծնեն։ Դուք Աբդուլ Համիդ այսքան վնաս չի տվե հայ ժողովրդին, ինչքան դուք։ Ու դուք տեղ չունեք փախնելու։ Սիրուշիկ հույս չունենաս։ Գիտեմ որ ստենդեփ մարկանց ես խառնում, ասես հիմա լոխ եմ բռնե, արամ քեզ ինձ բան ասում, թո կթեմ ես հարիվներին, բայց կապ չունի։ Դու մաս ես կազմել քրեա օլիգարխիկ ռեժիմի, որտեղ քո անունով գրանցված է ապօրինի գույք։ Գույք էր, այո, դե գույք բնականաբար գույք էր։ Այն մի Քոչյան մի հարսի վրով էլ բան, չէ, Հյուսեյն Պոտայի կեսը իր անունով է։ Բադենյան Վահուդի աղջիկա։ Որ հերը եկավ մեր մոտ կզեց, պատմեց, ներողություն էր խնդրում։ Շատ բան է պատմել մեզ։ Մենք դոզավորված կներկայացնենք։ Դեռ երկար ունենք ներկայացնելու։ Այո։ Արամ եւ մեր հերոստատիտողներից շատերը վերջերս մեկնաբանություններ էին գրել, ասում էին, բա
ասեցիք ընտրություններից առաջ կարևոր Քոչարյանի հետ կապված բան եք հայտնելու, սակայն հաղորդումը նվիրեցիք Դուբայում նկարանեցիք այդ հանդիպումը, որը տեղի ունեցավ եւ պատմեցինք, որ ուզում էին գային եւ կոտորած անեին հրապարակում վրաններով։ Մենք մեր հերոստատողներին տեղեկացնենք, որ այո, մենք դեռ շարունակելու ենք պարտադիր պետք է ներկայացնենք որ ժամանակն է, ուղղակի ըստ ստեղծված իրավիճակի ավելի հրատապ իրադարձություններ կար, որոնք պետք է լուսաբանվեր եւ հիմա արդեն հետընտրական շրջանն է եւ հիմա նաեւ ունենք ժամանակ եւ մեր խոստացած բոլոր տեսանյութերը պետք է ներկայացնենք եւ իրավապահները իրավական արդեն գնահատականներ կտան, ինչը որ մենք շարունակում ենք անել եւ իրավական գնահատականները իդեպ մենք տեղադրում ենք մեր YouTube-յան ալիքում, այնտեղ սաобщества բաժին կա, որտեղ տեղադրում ենք կատարված աշխատանքը, թե ինչ է արել դատախազությունը, ինչ ում է ձերբակալել եւ ումից ինչքան է հետ բերել, մենք այդ բոլորը լուսաբանելու ենք, ցույց ենք տալու եւ շարունակելու ենք ներկայացնել եւ արամ առաջարկում եմ այսքանով այսօր ավարտենք այս եթերը, իհարկե սա առաջին մասն է, շարունակություն պետք է ունենա, քանի որ նաեւ Գագիկ Ծառուկյանի եւ իր ընտանիքի հետ կապված մենք այնքան մեծ է իրենց ունեցվածքը պետք է դեռ լուսաբանենք եւ շատ կարեւոր բաներ կա հայտնելու եւ առաջարկում ավարտենք այսօրվա եթերը, արամ շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ձեզ հետ էլ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանը, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։